Ստացվում է Թուրքիան, նախկինում Օսմանյան կայսրությունը, որը ցեղասպանություն է արել, մինչ հիմա չի ընդունել, չի զղջացել, պետականորեն պայքարում է ցեղասպանության զոհերի, մազապուրծ եղածների ժառանգների դեմ, նույն Թուրքիան ընդամենը 5 տարի առաջ, որ Ադրբեջանի կողքին կոտորում էր հայ ժողովրդին, մեր դեմ հավասար պատերազմում էր, Ադրբեջանի հետ միասին օկուպացրել է 12,000 քառակուսի կիլոմետր տարածք, պատճառել է մեզ 5,000 զոհ, 12,000-ից ավելի վիրավոր, 150,000 փախստական, բայրակթարերը եւ այլ զինատեսակներ Թուրքիան չէ ուղարկել։ Ադրբեջանի հետ նույն հավասար թշնամության մակարդակում են ու իրենք մեկ էլ ՔՊ որոշմամբ դառնում են մեզ բարեկամ։ Նրանց թթու խոսք ասել չի կարելի, անգամ Արցախ բառն են խուսափում ասել, որ հանկարծ չնեղանան։ Իրոք դուք կարծում եք, որ տենց ձեր ասածով նրանք էլ թշնամի չեն։ Իսկ այլ ինչ ենք տեսել, որ այդպիսին նրանց չհամարենք։ Ես որ հողի վրա գրեթե ոչինչ չեմ տեսել, բացի ԿՊԱ-կանների խոսքերից։ Հիմա Ռուսաստանը մեզ թշնամի է եղել։ Կարծես չէ։ Մեզ վրա բայրակթարներ է ուղարկել, մեր հողերն է խլել, կացնով գլխատել, դե չէ էլի։ Գուցե բավարար չի օգնել, ավելիին էինք սպասում։ Այո, ասում են խաղաղապահները Արցախը չպաշտպանեցին։ Ռուսաստանն էլ հակադարձում է, որ Պրահայի պայմանավորվածությամբ, որտեղ հանձնվեց Արցախը, խաղաղապահների աշխատանքին մեծ վնաս հասցրեց ու եղավ շրջափակում։ Միևնույն է, ցավը այնքան մեծ է, որ բոլորին մեղադրում ենք։ Երևի դա էլ տրամաբանական է։ Բայց մի հարց տամ։ Արցախի անվտանգության երաշխավորը փաստաթղթով, այդ թվում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով, ՔՊ ծրագրով Ռուսաստանն էր թե Հայաստանը։ Իսկ Հայաստանը օգնեց,